Մատթեոս 13:45 եկեք բացենք։ Մեր Տեր Հիսուսը արագ է պատմում։ Մատթեոս 13:45 Դարձյալ երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որը գեղեցիկ մարգարիտներ է որոնում։ Այստեղ կանգ առնեմ, ինձ թվում է բոլորս պարզ է։ Վաճառականը մարգարիտ ինչի համար է որոնում, որպեսզի ծախի, առնի ծախի, չէ՞։ Եվ մի թանկագին մարգարիտ գտնելով գնում է վաճառում իր ամբողջ ունեցվածքը եւ գնում է այն։ Այսինքն հանդիպելով Հիսուսին, այս վաճառականը հասկացավ, որ այն իր արած գործերը, իր արած ամեն ինչը ոչինչ էր։ Արժեզրկվում է ու ինքը հասկանում է, որ պետք է ունենա Հիսուսին։ Իհարկե մենք չենք ասում Հիսուսին ունենալու համար պետք է դու քո բոլոր փողերից զրկվես։ Ոչ, բայց անձնական շահը, այսօր դրա մասին եմ ասելու, ոնց որ գենթում, անձնական շահը ստեղ պրոբլեմ կարա անի, որովհետև մենք մարդ ենք, ամեն մեկս ունենք մեր անձնական շահը, մենք ընդհանրապես մի բան անելուց առաջ մտածում ենք, ինձ ինչ, ասենք, ես միտեղ պիտի ծառայեմ, հետա մեկին օգնեմ, ինչ-որ մի գործի եմ կամ ես միշտ նայում եմ իմ անձնական շահը, ինձ ինչ օգուտ դրանից։ Այ Աստծո հետ, եթե մենք այս ձև վարվենք, պրոբլեմա լինում, որովհետև շատ բաներ Աստծո ծառայության մեջ ոչ մի օգուտ չկա, ընդհակառակը դու սրտանց աղաչելով Աստծուն տալիս ես, որովհետև հանդիպել ես Հիսուսին։ Ոչ թե նրա համար, որ պարտադիր է, քեզ պարտադրում են, դու ստիպված ես, ոչ, դու ես աղաչում Աստծուն, որ Տեր, ես ամեն ինչն եմ տալի քեզ։ Օրինակ ասեմ, 5 գտականում մենք կարդում ենք առաջի թագավորացգրքում կարդում ենք Աննայի եւ Սամուելի պատմությունը։ Ովքեր են հիշում այդ, ով է կարդացել այդ պատմությունը։ Ոչ բոլորը։ Երկար կլինի, երբ որ կարդանք, բայց լավ է քիչ-քիչ 5 գտականն էլ կարդակ, որոշ պատմություններին տեղյակ լինեք։ Ուրեմն ասեմ, Աննան մի կին էր, որը չէր կարողանում երեխաներ ունենալ ու շատ էր տառապում դրա համար, որովհետև այն դարերում հնում կինը, երբ որ երեխա չի ունենում, դա համարվում է Աստծուց անիծված, այդ ձև է համարվել ու դրա համար այս կինը շատ էր տառապում, գալիս էր տաճար ու աղոթում էր Աստծուն, որ Աստված ջան, մի երեխա տուր, մի զավակ տուր ինձ, ես էլ մայրանամ, ես էլ իմանամ այդ ինչ ա, եւ Աստված օրերից մի օր լսեց ու հղիացավ ինքը։ Ոչ Աստված, ոչ քահանան, ոչ մեկ չպարտադրեց իրան։ Ինքը իր կամքով ասեց, ես իմ երեխուն հանձնելու եմ տաճար։ Մի քանի տարի պահեց, հետո բերեց այդ երեխուն, կոպիտ ասած, մենք մարդկայինորեն ասեմ, կաթից երբ որ կտրվեց, մոհերական, բերեց տաճար, ասեց, այս երեխան Աստծուն եմ ես տալի, թող տաճարում ձեզ օգնի։ Աստծո տան մեջ թող ձեզ օգնի։ Ուրիշ որևէ մեկը որևէ բան չէր խոստացել։ Չէին ասել, բեր մի 2 տարի թող ծառայի, հետո մենք իրան սենց կանենք, ոչ մի։ Ինքն էր դա ուզեցել։ Ընդհանրապես մեր կյանքում է ձև է։ Ես եմ, չէ՞ իմ կյանքը Տիրոջը տալիս։ Բայց ինչ հետարքիր ենք մենք։ Պատկերացրու, եթե մենք գիտենք, որ բոլորիս կյանքը Աստված իր ձեռների մեջ է, հավատում ենք։ Բոլորիս կյանքը։ Հիմա Աստված որոշել է մեկնումեկից մի քիչ շուտ տանի երկինք։ Մեր համար դա պրոբլեմ է։ Մենք ասում ենք ոնց Աստված ջան, մի քիչ էլ ապրեմ։ Մենք ինքներս տալիս ենք մեր կյանքը Աստծուն, բայց երբ որ Աստված ուզում է մեզ տանի, մենք արդեն պրոբլեմ ենք ունենում։ Դա ցույց է տալի, որ մենք իրականում չենք տվել մեր կյանքը Աստծուն։ Եթե ես տվել եմ իմ կյանքը Աստծուն, թող Աստված որոշի։ Երկար կապրեմ, կարճ կապրեմ, ինչ կապրեմ, կարևոր չի, իր հետ ապրեմ։ Հիմա Սամուելին տվեց ծառայության մեջ։
Սամուելը փոքրուց մեծացավ, տեսավ այդ ամեն ինչը, անկարգությունները, սխալ բաները, ճիշտ բաները, ամեն ինչ տեսավ այդ երեխան։ Մեծացավ ու քանի որ ինքը տաճարում էր լինում, ինքը ուրիշ որևէ օգուտ չուներ։ Ինքը տաճարի համար հոգ տանող մարդ էր։ Դրա համար Աստված ամեն ինչ իրան տվեց։ Աստծո համար, ժողովուրդ ջան, հավատացյալ ճարելը խնդիր չի, շատ են հավատացյալները։ Աստծո համար խնդիրը Աստծո տան մարդ ճարելը։ Սա է խնդիրը։ Հավատացյալ շատ են։ Օրինակ, Մարգարեների գրքում գրած է, Աստված Երուսաղեմում մի հոգի էր, մի մարդ էր ճարում, չգտավ տենցել։ Երուսաղեմը այն քաղաքներից է, որ մինչև այսօր դա հավատացյալների քաղաք է։ Ո՞նց կարող է Երուսաղեմում անհավատ մարդ լինի։ Ինչ ազգի ներկայացուցիչ ուզեք Երուսաղեմում կա։ Ամեն մեկ իր ձևով է հավատում, ամեն մեկ իր ձևերով, տարբեր։ Ու տենց եղել է միշտ։ Դրա համար ոչ թե Աստված հավատացյալ մարդ է ման գալի, Աստված ման է գալի իրան հավատարիմ լսող մարդ, Աստծո տան մարդ, եկեղեցու մարդ։ Այդպես արտահայտություն կասում ենք, այս մարդը եկեղեցու մարդ է։ Ինքը ամեն օր իր հոգսը եկեղեցին է։ Նման մարդուն էլ Աստված տալիս է պաշտոն, նման մարդուն էլ Աստված տալիս է այն ինչ որ ուզում է տա։ Մեր ձեռը չի, որ մենք ում ուզենք տանք, մեր ձեռը չի։ Ես կարող շատերն եմ ուզում տամ, բայց մարդը պիտի կարող հասկանում եք, վաճառականը, եթե մարգարիտի գինը չիմանար, ինքը տակ կտար, կոպիտ եմ ասում։ Պետք է մարդ հասկանա դրա արժեքը, գնահատի, ապրի դրանով, եթե մարդը չի գնահատում։ Օրինակներ շատ կա։ Ասենք, եթե կհիշեք, մեր այն հին շենքում, նոր գենտում սկսել էինք ծառայությունը, որոշները կհիշեք։ Այդ բելգիական եկեղեցուց ումից որ մենք վարձում էինք, իրանց եկեղեցին, ոնց ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, էլ չէին հավաքվում, լավ, մեղմ ասեմ։ Իրանք ինչ ասեցին։ Ասեցին, քանի որ դուք եք ստեղ, ու տենում ենք, որ լավ դուք ստեղ վարում եք, այդ բոլոր աթոռները ձեզ թողնա։ Հիշում եք։ Ինչի են մեզ տալի, ինչի մենք փողոցից կամ են մեկի, որովհետև մենք Աստծո տան մարդ ենք։ Մենք գնահատում ենք դա։ Մեր համար դա կարևոր է։ Ուրիշին տաս ինքը սկի չել հասկանա այդ ինչի համար է։ Ու կկորցնի, միանգամից կկորցնի։ Քույրս եղբայրս, քո անձնական շահը մի դիր Հիսուսի ծառայության մեջ։ Չես կարող այդ ձև ծառայես Տիրոջը։ Դու անմնացորդ նվիրվի Տիրոջը։ Տերը գնահատող Աստված է։ Չկա մի մարդ, որ սրտանց ինքը Աստծո համար է ապրել, իր տան համար է ապրել, Աստված աշկաթող արե իրան։ Չկա այդ ձև մարդ, չի կարա լինի, որովհետև Աստված գիտի գնահատող Աստված է։ Նախ գրածա Տերը գիտի իրաններին ոնց փրկի, ու գիտի նաև անիրավներին ոնց պրոբլեմի մեջ գցի։ Աստված այս հարցեր Աստվածոնենց լավ է կառավարում, Ժորժ ջան, նա սպեց, մասնագետ, ավելի քան մասնագետ, բայց մեր առումով մենք պետք է իմանանք, որ ես ինչքան մարդի գիտեմ, միգուցե դու էլ գիտես, որ իր անձնական շահը իրան թույլ չի տալի, որ գա եկեղեցի։ Ինքը իր անձնական շահի գերին է դառել։ Ինքը գիտի, որ եկավ, մի բան է կորցնելու, հետ էլ չի ուզում կորցնի։ Այս է պրոբլեմը։ Իրոք, եթե հանդիպել ես Հիսուսին, բայց ես վստահ եմ, որ շատերս հանդիպել ենք Հիսուսին, էլ անձնական շահով մի շարժվի։ Աստված հոգալու է քո համար։ Ու հոգում է, այս տարիները ես նայում եմ, ես հիշում եմ, մի քանի օրինակներ ասեմ։ Հիշում եմ, որ սոցիալ տուն պետք է գրվեինք 18 տարի առաջ։ 2000, ինչ 18 տարի, 2000, ես ասեմ, 3-4 թվեր այդքան տարի առաջ, օրես ինչ հին ենք արդեն, հա,
Տանյան իմ կին ասում էր, «Էթան գրվենք»։ Ասում եմ, ինչի համար։ Գրվեմ ինչի համար։ Անկեղծ եմ ասում, ես ոչ ուզում եի տուն ունենայի, ոչ ուշք ու միտքը ծառայություն։ Էլի ծառայություն ասում էր, բայց այդքան գրվենք միտեղ կարող տանել սոցիալ տուն տան։ Ասել էին, որ լավ պայմաններով է, այդքան թանկ չի, պետք չի մեծ գումար դնես եւ այլն։ Երևի մի 2-3 տարի մենք կորցրեցինք այդտեղ։ Ես ասում եմ, անիմաստ, չէ, չեմ ասում։ Բայց հետո 2000 երևի որ թիվներ, 5 թե 6 թիվներ։ Ամեն դեպքում ասին գրվենք։ Երկու տեղ գրվել ենք, այդ երկու տեղանքը ես չէի տեսել։ Մենակ մի տեղ այս մել եմ, որտեղ մի ապրում ենք, Տանյան էր տեսել, իսկ ես էլ չէի տեսել։ Ես չգիտեի որտեղ է։ Ну, լսել եմ մելը, բայց չգիտեմ դա որտեղ է։ Ու մի 2.5 տարի հետո այդ տունը ստացվեց։ Ուզում ասեմ, սկի դրա մասին չենք մտածել։ Հակառակ դեպքում չի լինի, Աստծո հետ չես կարա ծառայես, չի լինի։ Ուղղակի կզգաս, որ քեզ մի բան խանգարում է։ Բայց ինչն է կարևոր, մի ստիպի քեզ։ Դու պետք է հանդիպես Հիսուսին, դու պետք է հասկանաս, որ ինքը ավելի արժեքավոր է։ Դու ուզենաս դա անես, ոչ թե ստիպված դա անես, ոչ թե որտեվ եկեղեցում են ասում, ինչ որ մեկն է ասում, դա չի աշխատի։ Դու կզգաս, որ դու տակ ես տվել, տանուլ ես տվել։ Դու վիճակ հələ հիշի, երբ որ դու քեզ խաբված ես զգում։ Ինչ վիճակ է դա, երբ որ դու քեզ խաբված ես զգում։ Մի բան արել ես, բայց հետո հասկացել ես քեզ գցեցին։ Կոպիտ եմ ասում, ժողովրդի լեզվով եմ ասում։ Շատ վատ վիճակ է դա։ Հանգարց եկեղեցում ոչ մեկ այլ ձև պիտի չլինի։ Ոչ մեկին ոչ ինչ որ բանի է դրթում, ոչ ասում է, ես ինչ եմ այսօր ուզում խոսամ, իմ падգամի իմաստը ինչ է, անձնական շահը քեզ խանգարելու է, Աստծո հետ ծառայելուց։ Խանգարելու է։ Մատթեոս 23-ի 16-ից 22-ը։ Մատթեոս 23-ի 16-ից 20, ամբողջ 23-րդ գլուխը գիտենք, որ Հիսուսը վայ էր ասում փարիսեցիներին եւ դպիրներին։ Վայ։ Վայ ձեզ կույր առաջնորդներ, որ ասում եք, թե ով երթվում է տաճարով, հոգ չէ, կամ դա ոչինչ է։ Բայց ով որ տաճարի ոսկով է երթվում, պարտական է։ Անմիտներ ու կույրեր։ Ինչն է ավելի մեծ, ոսկին թե տաճարը, որ սրբագործում է ոսկին։ Նաև ասում եք, ով երթվում է զոհասեղանով, հոգ չէ, կամ դա ոչինչ է։ Բայց ով որ կամ ինքը ոնց որ երթված չլինի, դա ոչ մի բան է։ Բայց ով որ երթվում է ընծայով, որ զոհասեղանի վրա է, պարտական է։ Կույրեր, ինչն է ավելի մեծ, ընծան թե զոհասեղանը։ Բայց դա հարց է հələ։ Այ Հիսուսის հարցը բացահայտում է մարդու մեջ եւ ինքը ինչին է արժեքավորում։ Ինչն է մարդու համար արժեքավոր։ Օրինակ, այս տեղը, որտեղ մենք հավաքում ենք, սա է մեր համար արժեքավոր, որ առաջ չունեինք, մենք մոտ 6 տարի, Ժորժ ջան, չենք հավաքվել կորտրեկում։ 6 տարի մենք կորցրեցինք շենք չլինելու պատճառով։ Հիմա մեր համար շենքն է կարևոր, թե կոպիտ եմ ասում, խաշլամեն այսօրվա։ Խաշլամեն ոնց որ թե մեր մարմնին ավելի մոտիկ է, հեսա ուտենք մի բան հասկանանք։ Բայց պետք է որ շենքը ավելի կարևոր լինի մեր համար։ Ես կոպիտ օրինակ ասացի։ Ուրեմն այն ժամանակվա հոգևոր առաջնորդների համար ոսկին ավելի կարևոր է եղել, քան տաճարը, որտեվ տաճարը իրանցը չի, բայց ոսկին դու կարաս ծախես, որոշ օգուտ է։ Կամ ընծան, որտեվ այդ ընծայով են իրանք ապրել։ Իրանց ինչ զոհասեղանը։ 20-րդ խոսքը։ Արդ ով որ երթվում է զոհասեղանով, երթվում են նրանով եւ այն բոլոր բաներով, որ նրա վրա են։ 21-ը տաճարով երթվողը երթվում է նրանով եւ նրա մեջ բնակվողով։ Երկնքով երթվողը երթվում է Աստծո աթոռով եւ նրա նստողով։ Բայց Ժորժ ջան, սա զուտ որպես գիտություն, որպես տեսություն ճիշտ է,
Չեմ կարծում, որ այդ այնվաղ ֆարաշնորհները այդ ձև չեն մտածել։ Բայց պրակտիկան մեզ տանում ավելի օգուտին։ Մեր կյանքը մեզ դնում է մեր տեղը, էլի, որ մենք մարդ ենք։ Կյանքը մեզ ցույց է տալի, որ հա, այտենց հոգևոր, շատ հոգևոր։ Հեսա գնացիր դու ֆակտորները ո՞նց ես մուծելու։ Այդ այտենց հոգևոր, ես շատ եմ իմ հասցեին լսել, շատ։ Հոգևոր, դու մենակ քարոզներ բան։ Էսի պիտի առնես, էնի պիտի առնես, այդ գումարը որտեղից։ Բա ավելի լավ չի դրա տեղի հետս աշխատես։ Անձնական շահը մեզանից չի փոկվելու։ Միշտ մեզ գալիս է թակում ասма լսի։ Այտենց հոգևոր բաներում մի բան արա։ Էս ֆիզիկական կյանքում փողն է որոշողը, ոսկին է որոշողը։ Այն ժամանակներում արծաթը, նորմալ արծաթասիրություն բառ կա, հա, կամ փողասիրություն։ Բայց մեր օրերում էլ կան մարդիկ, որ ավելի գնահատում են Աստծուն ծառայել, քան իրենց անձնական շահը։ Ես չգիտեմ, ստեղից կա մի մարդ, որ Գենտում ես որ ապարտամենտում Բրաբանդամում ծառայություն է անում, ինքը մասնակցել է այդտեղ։ Սակոն, Ալվարդ քուրդի չեմ հիշում, Մարգո քուրը, երևի, հա, երևի։ Այդ չեմ անում, Բրաբանդամում, իմ ապարտամենտում, դժվար։ Ժորժ ջան, մի բան ասեմ, նոր ապաշխարել եմ, նոր ասած տեղերը մի տարի, մի տարի, ու ես պետքա իմ, որտեղ ես մնում էի, վարձում էի, պետքա դուրս գայի։ Այդ փոքր բուն էր, փոքր ստուդիո էր։ Ու հիմա պետքա արդեն հավատացյալ եմ, արդեն ուզում եմ վերջը։ Հիմա պետքա տուն վարձեմ։ Ես պետքա այդ նույն ձևի ստուդիոյի նման փոքր, որ վարձը քիչ լինի։ Վարձեի, բայց ինչ մտածեցի, մի հատ մեծ տուն վերցնեմ, զալը մեծ լինի։ Այդտեղ մարդիկ կան Աստծո խոսք լսեն։ Ես ոչ քարոզող էի, ոչ միտք ունեի, ոչ ես այն ժամանակ անկեղծ եմ ասում, Հայկը եթե չլներ իմ ընկերը, իմ համար դա ձախողված պլան էր։ Որովհետեւ եթե Հայկը չգար քարոզեր, ով էր քարոզելու։ Նոր էինք, ոչ մեկս ոչ քարոզել։ Ինչ քարոզեինք մենք ես հիմի որ հիշում եմ այն ժամանակ ես շատ հեռու ու նույնիսկ խոսակցությունը չի եղել որ մի օր էլ ես մի բան անեմ։ Հիշում եմ մենակ մի անգամ Հայկը ուշացավ։ Դե պիտի գար ժամը ինքը դե Բրյուսելից էր գալի։ Դե չեկավ։ Հիմա պիտի մի բան արվի, ժողովուրդը նստած են։ Այդ չեմ հիշում ինչ արեցի։ Քարոզեցի։ Այդ չեմ հիշում։ Բայց իմ համար դա ոնց որ աշխարհը շուռ եկավ։ Ինչ անեմ, ինչ ասեմ։ Բայց ինչն է կարևոր, որևէ օգուտ իմ համար չկար այդ տուն տան, որտեվ այդ իմ աշխատավարձը համարյա 80-90% այդ սենյակի վարձն էր։ Որտեվ թանկ էր դա ինձ Գենտի կենտրոնում մեծ ապարտամենտ, մի սենյականոց, living-ը լավ մեծ էր, մեծ բան ուներ, պատողան ուներ, հենց զույդի կողը, հենց Ինչ? Աթոռներ էինք ճարել, փոլը բանը տվել էին, ասեն շարում էինք տարբեր գույների, տարբեր չափսերի, որ մարդիկ գան նստեն, հետո վերջում էլ թեյ, սուրճ եւ այլն, տորտ, այդ լրիվ։ Հələ չեմ ասում, որ իմ տանը մարդ էին ապրում։ Բացի այն, որ այդ մարդիկ կային, օրինակ Բադրինը եւ այլն, էլի մարդիկ ապրում էին։ Ինչ եմ ուզում ասեմ։ Որևէ օգուտ դրա մեջ չկար, որևէ։ Միայն ցանկություններ Աստծուն ծառայենք, մարդիկ գան Աստծո խոսքը լսեն։ Անցավ տարիներ, Աստված հավատարիմ է, տուն էլ տվեց, ծառայություն էլ տվեց, էս էլ ամեն ինչ Աստված տվեց։ Չի կարա Աստված անտեսի։ Դուք գիտեք ինչ հզոր ուժ է, երբ որ մեկը սրտանց զոհում է մի բան։ Դա երկինքը չի կարա չգնահատի։ Դա համար հանգարց չմտածես, դա կորած տեղն է, դա ով իմացավ ու լավ է որ չիմանան։ Էս էլ որ պատմեմ իմ համար տենց հեշտ չի, ես չեմ սիրում տես բաներ պատմել։ Բայց այն ինչ որ կա, ես էդ եմ ասում։ Դրա համար մի մտածի ով տեսավ, հիմա ով իմացավ ես այդքան Աստված հաստատ է տենում։ Դա համար
անձնական քո շահը մի կողմ թող։ Դու չես կարող ասես ես ոչ մի անձնական շահ չունեմ։ Միշտ ինքը քո հետ ալնելու, միշտ։ Որտեվ դու ունես երեխա, որտեվ դու ունես պարտականություն, դու ունես ֆակտորներ, դու ունես բաներ կա, որ դու մտածում ես դրա մասին, չես կարող չմտածես։ Բայց Աստծո համար մի խնայի ոչ մի ջանք։ Հնարավորինը արա, իհարկե, հնարավորինը, չեմ ասում անհնարը։ Այսօր հարության տոնն է։ Մենք բոլորս հասկանում ենք, մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար, էսի չի եղել տենց հեշտ, հանգիստ, ձեռբերում։ Էսի շատ դժվար ձեռբերում է։ Մանավանդ Գեթսեմանում, այդ ով որ Իսրայելում ա եղել, մենք մի քանի անգամ հենց քայլել ենք Ձիթենյաց սարից, որ իջել ենք, կեսը միջև որ մտնես արդեն Երուսաղեմի հին Երուսաղեմ, Գեթսեմանի պարտեզնա կամ այգինա։ Շատ բարդ process է տեղի ունեցել, շատ բարդ։ Իմ կարծիքով դա որոշիչ է եղել, շատ որոշիչ, որտեվ Հիսուսը, իհարկե Հիսուսը եկել էր հենց այդ նպատակով, այնպես չէ որ իր համար անակնկալ էր։ Իհարկե ոչ, բայց ամեն դեպքում ասենք Հիսուսը հասկանում էր ինչի մասին է խոսքը։ Ամբողջ աշխարհի մարդկության բոլոր մեղքերը ինքը պետք է պատասխան տա։ Ինքը պետք է պատժվի այդ լրիվ մեղքերի համար։ Ու ինքը պետք է համաձայնվի, իր համաձայնությամբ պետք է գնա դրան։ Ու այս Գեթսեմանում, Գեթսեման բառը ասեմ թարգմանվում է ճզմել, որ ձիթապտուղը ճզում են, սարքում են ձեթ։ Այդ ճզման տեղն է այդ եղել։ Այդտեղ կհիշեք, ովքեր որ Երուսաղեմ են եղել, ծառեր կային այդտեղ, ձիթա, պտղի ծառեր, մոտ 2000 տարվա, մի 2 հատ մինիմում, հաստ մեծ ծառեր են, ասես տարբեր շվերով։ Այս պայքարը ժողովուրդ ջան, մեր բոլորի համար է, մենք ենք, նույնն է, քո կամքը, քո օգուտը ու Աստծո կամքը։ Աստծո կամքը մենք բոլորս ճիշտ պատասխանը գիտենք։ Եթե հիմա ես հարցնեմ, ասեմ, Աստծո կամքն է քո համար կարևոր, թե քո կամքը։ Մենք ճիշտ պատասխանը չգիտենք։ Լրիվ ասենք Աստծո կամքը։ Բայց երբ որ դու հասկանում ես Աստծո կամքը քեզ ճզմելու է ու սպանելու է, այստեղ է դժվար Աստծո կամքը ընտրել։ Այսի իրոք դժվար է։ Ու Հիսուսը, գիտեք, իր քրտինքը արյուն էր գալի։ Այն աստիճան դժվար էր իր համար։ 3 անգամ աշակերտներին ասեց հետս աղոթեք, կողը սեղեք, բայց նրանք չկարացան, ուղղակի ի վիճակի չէին։ Նոր էի հավատքի անցել, մտածում եմ, ասում եմ, եթե ես այդ 3 աշակերտների տեղը լինեի, ես կաղոթեի։ Մտածել ես դե։ Ասում եմ, մի ժամ ի՞նչ է, չքնեմ։ Սենց անեմ, աղոթեմ, Հիսուսի համար դժվար բան, բայց ի վիճակի չէին։ Մեկ էլ ասեմ Հիսուսի խաչելությունից։ Հիշում եք, երբ որ Հիսուսին տարել էին, արդեն բռնել էին, այդ 3 անգամ, հենց կակրած, այդ 3 անգամ աղոթելուց հետո ինքը եկավ ասեց այլևս կարող քնեք, հանգստանաք, որտեվ իմ հետևից էսա եկան արդեն։ Ու գալիս է Հյուդան համբուրելով եւ այլն, ուրեմն բռնում են տանում են։ Ում մոտ տարան Հիսուսին այդ մարդը, ով որ իզորու էր ասեր խաչեք կամ մի խաչեք, ասեց այս մարդու վրա ես ոչ մի հանցանք չեմ գտնում։ Ինչի էին առաջնորդները, հրեա առաջնորդները ուզում իրան սպանեին, որտեվ ինքը որևէ մեկին ձեռ չէր տալիս։ Իրանց օգուտի դեմ էր ինքը։ Այսինքն կարելի է ասել, որ այդ մարդկանց օգուտ չէր, դրա համար իրանք Հիսուսին խաչ անեցին։ Դու տենում եք, մարդու օգուտը ինչ կարող անի։ Ինչ զորեղ բան է, դու փորձել ես մեկը, որ չի ուզում մի բան անի, ոնց է ստիպելու, որ դա նա անի։ Կամ պետք է վախցնես, կամ պետք է ստիպես ինչ-որ մի ձևով։ Չգիտեմ, ուրիշ ինչ ձև կա։ Կամ է պետք է այնքան սիրես, սիրով գրավես իրան։ Պետք է բայց մի քիչ երկար process է։ Մենք միշտ ուզում ենք sense մի բանով ճզմենք, մի բանով
Ստիպենք ասենք հլա արա մի հատ։ Աստված ընտրել էր սերով անել։ Բայց իրոք հեշտ չի էդի։ Հիսուսի խաչելությունը ցույց է տալի, որ մարդիկ թեպետ հասկանում էին, որ իրա մեջ, իրա վրա չկա որևէ հանցանք, որ արժանի է սպանել, խաչ անել, բայց էլի հանեցին։ Եվ Եբրայեցիս 5:8-ից 11 եկեք կարդանք։ Աշխատի այսօրվանից կամ եթե դու արդեն միառժամանակ դրա մեջ ես, Աստծուն ծառայելու մեջ որևէ արգելք չկա քո համար, եթե կա այսօրվանից ընդունի որոշում, անմնացորդ նվիրվես Հիսուսին, ծառայի իր համար արա բաներ, ու լավ է որ մարդիկ չիմանան։ Տերը կիմանա ու քեզ շատ մեծ քեզ հետ կտա։ Ինչքան հաճելի է, ինչքան հաճելի բառնել չի նկարագրում էդի, որ երբ որ դու Տիրոջից ինչ-որ բան ես ստանում, հասկանում ես, որ Տերը քեզ օրհնեց։ Եբրայեցիս 5:8-ից 11-ը թեև որդի էր, չարչարանքներից հնազանդություն սովորեց։ Կատարյալ դառնալով կամ կատարյալ հասակ ունենալով կամ չափահաս դառնալով բոլոր իրեն հնազանդողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ։ Ուրեմն մենք պետք է հնազանդվենք ու այդ հնազանդության մեջ այնքան աճենք, որ ես էլ ու դու էլ լինենք պատճառ ուրիշները, որ փրկվեն։ Սա արեց Հիսուսը։ Այսինքն չի, որ ես մի անգամ Աստծուն հնազանդվեմ ու տենամ ինչ արդյունք ունի, այլ դրա մեջ աճել է պետք։ Եվ 10-րդ խոսքը ինչ ասում։ Աստված քահանայապետ անվանվելով ըստ Մելքիսեդեկի կարգի։ Հենց մարդը խոնարհության ճանապարհն է վերցնում ու հնազանդության, Աստված միանգամից պաշտոն է տալի։ Միանգամից ձիրք է տալի, ասում է դու քահանայապետ ես հավիտենական։ Դրա մասին 11-րդ խոսքը, դրա մասին շատ բան ունենք ասելու, սակայն դժվար է մեկնաբանել, որովհետև դուք լսելու ընդունակ չեղաք։ Այս եկեղեցուն ուղված Եբրայեցիս այդ եկեղեցուն ուղված նամակում է դա ասում, որ դուք ի վիճակի չէիք, որովհետև մարդիկ եթե դրա մեջ չեն աճում, հասակ չունեն, իրանք չեն հասկանում ինչ իմաստն է։ Ժողովուրդ ջան, երկու բառ ասեմ, մարդու հոգևոր վիճակը կախված է իր խոնարհվելու ու հնազանդվելու մեջ։ Իրար կախված է։ Մարդը եթե խոնարհեցրեց իրան ու հնազանդվեց Աստծուն, հոգեպես աճում է ինքը։ Եթե չարեց դա, չի աճելու։ Ինչ գիրք ուզում ես կարդա, ինչ ուզում ես արա, որևէ աճ տեղի չի ունենալու, որովհետև մարդու աճը լինում է, երբ որ ինքը հնազանդվում է Տիրոջը։ Ամեն։ Շատ անգամներ է ասվում դրա մասին։ Բայց միգուցե արժե այսօր որոշում ընդունես, այսօր ասես այո, ես էլ եմ ուզում տենց անեմ։ Ու դա քո համար է, դա ոչ մեկի համար չի։ Իհարկե, եթե ինչ-որ մեկը որոշեց այդ ձև ապրի, նա լինելու է օրհնություն եկեղեցու համար։ Միանշանակ, լինելու է։ Հիսուսից լավ օրինակ գոյություն չունի։ Մենք միշտ նայում ենք Հիսուսին, մենք միշտ նայում ենք ինքը ոնց արեց։ Այդ նույն ձև ես եմ ուզում անեմ։ Իմ չափով, իհարկե, Հիսուսը ամբողջ աշխարհի մակարդակով արեց, բոլոր մարդկության համար արեց, բայց գոնե ես անեմ իմ չափով, ինչքան որ ես եմ կարողանում անել։ Եթե ես ինձի չխոնարեցնեմ ու չհնազանդեցնեմ Աստծուն, ոչ մեկ ինձի դա չի օգնելու, որ ես դա անեմ։ Դա անհնար է։ Շատերս ծնող ենք ստեղ։ Դու փորձել ես քո երեխուն ստիպես մի բան հլա։ Երբ որ փոքր է, լացով, բանով, անկյուն կանգնեցնելով, չգիտեմ, հնարավոր է, բայց որ մեծանում են, ոնց ստիպես։ Մարդը չի ուզում։ Շատ դժվար է դա։ Դրա համար
Աստծո համար արժեք է, երբ որ մարդը ինքն է իրան խոնարհեցնում, այլ ոչ թե ինչ որ մեկն է իրան խոնարհեցնում։ Մարդուն կարա ստիպես մի բան անի, բայց դա ում համար է դա արժեք, ոչ մեկ։ Աստծո համար արժեք չի հաստատ։ Իմ համար էլ դա արժեք չի։ Իմ պրակտիկայում եղել է, որ ծնողը իր երեխու հետ, ծնողը իմ ներկայությամբ երեխուն ստիպում է մի բան։ Ես ասում մի արա այդ ձև բան։ Ում համար ես դա անում։ Ինձ պետք չի դա։ Ոչ էլ Աստծուն է պետք։ Այլ Աստծո համար կարևոր է ու արժեք ունի, երբ որ մարդը ինքը իրան է խոնարհեցնում ու հնազանդվում է Աստծուն։ Բայց ասեմ Ժորժ ջան, Աստծուն հնազանդվելը ոչ միշտ է օգուտ։ Ոչ միշտ է օգուտ։ Դա օգտակար բան չի։ Կարճ, եթե կարճ նայենք մեր կյանքով։ Եթե երկար նայենք, դա ամենաճիշտ կյանքն է։ Բայց կարճ եթե այսօր ենք նայում, շատ հաճախ է ոնց որ մեզ հակառակ բան լինի։ Օրինակ ասեմ, մարդը որոշել է, էսի մեր մեջ եմ ասում, ոչ մեկի չասեք։ Մարդը շաբաթ օրը, ուրբաթ օրը կնոջ հետ նստեցին, որոշեցին, լսի, իսկականից մեր ծախսերը շատ է, արի սենց անենք։ Սրանից հետո, չգիտեմ, աշխատավարձ ես մասը կամ ինչ գումարը էլ ձեր չենք տալիս։ Մեկ էլ Կիրակի օրը գալիս եք, մեկը ստիցելում է ձեզ հակառակ, ասում է ժողովուրդ, այսօր պետքա մի հատ ընծա անենք։ Մարդը, չգիտեմ, ինչքան պիտի հավաքենք այս ինչ բանի համար։ Հմետ ընտանիքը ինչ անի։ Երեք էին որոշել։ Ձեր չտան, որ ինչ որ մի բան կա առնելու։ Ու իմ կյանքում շատ է տենց եղել։ Հենց մի բան որոշել եմ, հենց էդ է ուզում։ Ու ես լսել եմ վկայություններ էլ տենց։ Ասենք մեկը վկայում էր, ասում էր մի կլորիկ գումար ունեի ես։ Անենց հետարքիր է Աստված։ Մեզ հաճախ թվում է, թե Աստված մեր կյանքում այդքան չի մասնակցում։ Դες ձեռի է թեթև։ Դե ես տենց հավատացյալ չեմ, էլի Աստված ինչի՞ պիտի ինձանով հետարքրվի։ Մեզ շատերս այդ ձև ենք մտածում։ Ասենք մի կլորիկ գումար ունի։ Ասում է ես հո գիտեմ ինչքան է այդ գումարը։ Ասում եմ եկել եկեղեցում կամ մեկի կարիքը հենց այդ կլորիկ գումարն է։ Աստված ինձ ին դեմ է բացում։ Ու նայում է ինչ եմ ես անելու։ Ընդհանրապես ձեռնտու չի Աստծո կամքը կատարելը։ Բայց դա միակ ճանապարհն է, որ Աստծո հետ քայլես ու հավիտենական կյանք ունենաս։ Ես գումարից եմ ասում, բայց նաև ուրիշ բաներն ա տենց։ Հանկարծ չմտածեք մենակ գումարի մասին եմ ասում։ Կյանքում տենց է, այսինքն միշտ Աստված նենց անում, որ այն ինչի վրա դու հələ կարճած ես, հələ դու հույս ինչ-որ կա, էդ էլ արանքից անում, որ ամբողջովին հույսդ Աստծո վրա լինի։ Ամեն, ամբողջովին։ Հիսուսի, մեր Տեր Հիսուսի կյանքում շատ պահեր կա, որ կարելի ասել, որ ինքը հասկանում էր, որ ոչ աշակերտներն են իր կողը լինելու, ոչ իր ընտանիքն է իր կողը, ոչ մեկը իր հետ չի, միայն հայրն է իր հետ։ Էն էլ հայրը մի պահ թողեց իրան, ասեց հայր ինչ ես ինձի թողել, բայց չէր թողել, ուղղակի տենց էր պետք։ Ինչ կա մեր կողը, Աստված ցույց է տալու, որ այդ ամեն ինչը հիմք չի, որ դու դրա վրա հիմք հույս դնես, հենվես, լավ սենց ասեմ, միայն Աստծո վրա։ Ամեն, Ժողովուրդ ջան։ Տեր օրհնի, Աստծո կամքը ամենակարևորն է։ Իհարկե ես ասես մարդկայնորեն եմ ասում, որ իր կամքը մեր դեմ է, մեր դեմ չի իրականում։ Դե Հիսուսը ասեց քո կամքն եմ ուզում կատարեմ, Սուրբ Հոգին տարավ անապատ, 40 օր չկերավ, չխմեց, նո։ Հետո ասեց քո կամքը լինի, Աստված ասեց դե դու ասեցիր խաչ։ Այսինքն Աստված բաներով է տանում, որ այդքան էլ ոնց որ կամ Աբրահամին ասես քո սիրած միակ որդուն պետքա զոհես։ Իհարկե Աստված թույլ չտվեց զոհել, բայց Աստծո նպատակը ուրիշ է։ Մեզ երկնքի համար պատրաստ է։
Ամեն։ Տեր օրհնի